ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ գաղտնի միջուկային օբյեկտների մոտ չբացահայտված թռչող օբյեկտներին հայտնվել է գիշերները նրան զրկել են քնից։ Նրան մեջբերում է Daily Star-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը այս հայտարարությունն արել է բացահայտման դարաշրջան վավերագրական ֆիլմում, որի թրեյլերը վերջերս է ներկայացվել հանրությանը։ Ֆիլմում խոստանում են ներառել չբացահայտված թռչող օբյեկտների նախկինում չբացահայտված 3 տեսանյութեր։ Թրեյլերում Ռուբիոն ընդգծել է, որ ռազմավարական միջուկային բազաների վերևում դիտարկվող չբացահայտված թռչող օբյեկտները կապված են ԱՄՆ զինվորականների կամ կառավարության հետ։ Նա նշել է, որ այս խորհրդավոր սարքերի գոյության մասին հաղորդվել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պոտենցիալ աղբյուրները զգուշացրել են, որ այդ չբացահայտված թռչող օբյեկտների մասին գաղտնիքների բացահայտումը կարող է սպառնալիք ներկայացնել իրենց կյանքի համար։ Միացյալ Նահանգները ակնկալում է Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման աճ G7-ի միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը, ինչպես մեջբերվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Անցյալ շաբաթ պետքարտուղարը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ այլ երկրների գործընկերների, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի տնտեսական հարցերով եւ արտադրողականության հարցերով հանձնակատար, ինչպես նաեւ իրականացման եւ պարզեցման հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի հետ։ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է, որ Եվրոպան կառաջորդի Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Բեսենթը ընդգծել է, վարչակազմը ակնկալում է, որ Կանադան Եվրոպայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին կմեծացնի Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը G7-ի համակարգված ջանքերի միջոցով, ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայացած հանդիպումը չի հանգեցնի Ուկրաինայի հակամարտության անհապաղ կարգավորման, բայց դա լուրջ հարված կլինի Եվրոպային։ ՌԻԱ Նովոստին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան եւ գրող Ումուր Թուքայ Յուջելը։ Եվրոպայի կենտրոնում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ գագաթան ժողովը հարված կլինի Եվրոպային, ընդգծել է նա։ Փորձագետի խոսքով Բուդապեշտում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթան ժողովը կկենտրոնանա Եվրոպայի ճակատագրի որոշման վրա առանց Եվրոպայի։ Միևնույն ժամանակ Յուջելը կարծում է, որ երկու առաջնորդների միջև հանդիպումը չի հանգեցնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, բայց հույս կթողնի։ Դա կարող է պայմաններ ստեղծել առաջին քայլերի համար եւ այդ դեպքում երկու երկրների առաջնորդների միջև նման շփումները կարող են դառնալ կանոնավոր, եզրափակել է նա։ Ֆրանսիացի պաշտոնյաները Ռուսաստանին առաջարկել են հրադադար Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի Բուդապեշտ անարգել թռիչքի դիմաց, որպեսզի նա կարողանա հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Եվրամիությունն հավանաբար չի խափանի Թրամփ-Պուտին հանդիպումը, սակայն ֆրանսիացի պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտարարել են, որ կփորձեն համոզել Ռուսաստանին համաձայնվել հրադադարի Պուտինի ինքնաթիռի Հունգարիա թռիչքի թույլտվության դիմաց, հաղորդում է թերթը։ The Wall Street Journal-ի տվյալներով Պուտինի ինքնաթիռը պետք է հատի Եվրամիության օդային տարածքը։ Բուդապեշտի գագաթան ժողովին հասնելու համար ինչ արգելված է գործող պատժամիջոցներով։ Միևնույն ժամանակ հայտնի ռուս օդաչու Յուրի Սիտնիկը հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող խանգարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի Հունգարիա թռիչքին։ Միացյալ Նահանգները կարող է ապահովել ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնբասից, այդ թվում վերացնելով Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն, ով անզիջում դիրքորոշում է ընդունել այս հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Դրա համար նրանք պետք է ճնշում գործադրեն Զելենսկու վրա այլ միջոցներով։ Նրանք շատ միջոցներ ունեն իրենց տրամադրության տակ, նշել է քաղաքական գործիչը։ Ըստ Ազարովի, Զելենսկու վրա ազդեցության կարևոր լծակներից մեկը կարող է լինել Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի ներկայիս առաջնորդի հրաժարականի համար լոբինգը։